Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի 1196-րդ օրն է։ Զելենսկին ակնարկել է նոր սարդոստայնների մասին կապված Ռուսաստանի լկտի պահվածքի հետ բանակցություններում։ Ուկրաինան սարդոստայն գործողությունից հետո կարող է կիրառել նոր միջոցներ Ռուսաստանի դեմ։ Ռուսական պատվիրակությունը շարունակում է լկտի պահել իրեն բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ շփման ժամանակ։ Նախագահը նշեց, որ երեք Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը մի փոքր ավելի հանգիստ էր իրեն պահում, քան նախորդ հանդիպմանը, բայց նրանց լկտիությունը դեռ տեղում է։ Մեջբերեմ լկտի մարդիկ իրենց մի քիչ ավելի համեստ էին պահում։ Դե կտեսնենք, գուցե մի քանի քայլել է պետք անել, որ բոլորը սկսեն իրենց մարդավարի պահել, ասել է Զելենսկին ակնարկելով նոր ռազմական օպերացիաների մասին։ Հավանաբար նկատեցիք Զելենսկու խոսքերի մեջ եղած սարկազմը, իսկ մեր Telegram ալիքի բաժանորդները իհարկե արդեն նկատել են նաև նախագահի ժպիտը ուղիղ խոսքի մեջ տեսանյութում։ Պատերազմի 4-րդ տարում մենք արդեն կարող ենք խոսել նրանց մասին թեթև ժպիտով։ Դա միաժամանակ դառը ժպիտ է եւ հույսի ժպիտ է մեր ժողովրդի համար։ Մենք երբեք մեծամիտ չենք եղել եւ չենք թերագնահատել թշնամուն։ Իսկ հիմա կարող ենք մի փոքր թույլ տալ մեզ խոսել թշնամու մասին սարկաստիկ ժպիտով։ Սա ես իմ կողմից եմ ասում։ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ շփման ընթացքում նաև ասել է, որ Սարդոստայն գործողությունը Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի ինքնաթիռների ոչնչացման նպատակով Ուկրաինան իրականացրել է ինքնուրույն առանց գործընկերների օգնության։ Ուկրաինայի նախագահը նաև խստորեն քննադատել է Ռուսաստանի առաջարկը 2-3 օրով կրակի դադարեցում դաշտից զոհվածների մարմինները հավաքելու համար։ Նա շեշտեց, հրադադարը պետք է լինի, որպեսզի այլևս զոհեր չլինեն։ Բացի այդ, նախագահը հայտնել է, որ հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 24-ից 25-ը Հաագայում։ Ինչպես գիտեք, ռուսները իրենց բոլոր միջոցներով փորձում էին ազդել ամերիկյան կողմի վրա, որպեսզի Ուկրաինային չհրավիրեին այդ գագաթնաժողովին, բայց ինչպես տեսնում ենք, այս անգամ ռուսները նույնպես պարտություն կրեցին։ Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է նախագահ Զելենսկուն Ուկրաինա-Ռուսաստանի երկրորդ բանակցային փուլի արդյունքների մասին, որը կայացել է Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ումերովը ներկայացրել է Զելենսկուն հանդիպման մանրամասները։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանը բանակցությունների ընթացքում ներկայացրել է իր առաջարկները, մինչդեռ Ուկրաինան կրկնել է իր դիրքորոշումը։ Մեջբերեմ, մեր գլխավոր պահանջներից է նվազագույնը 30 օրվա անվերապահ հրադադար։ Դա մեր սկզբունքն է, ինչպես նաև մեր գործընկերների դիրքորոշումը վերջին ամիսներին։ Ռուսաստանը մերժում է նույնիսկ մարդասպանությունների դադարեցնելու գաղափարը, ասել է Ումերովը։ Նրա կարծիքով հենց այդ պատճառով աշխարհը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա։ Մեջբերեմ, փաստաթղթերը փոխանցվել էին նախապես, իսկ Ռուսաստանի մեմորանդումը ներկայացվել է միայն հանդիպման ընթացքում։ Սա հիմք դարձավ, որ հանդիպումն այն արդյունքները չբերի, որոնք անհրաժեշտ են պատերազմի ավարտի համար, նշել է նախարար Ումերովը։ Նրա խոսքով իրավիճակը ներկայում այնպիսին է, որ ռուսական կողմը կրկին ձգում է ժամանակը, փորձելով Ամերիկայի համար ստեղծել դիվանագիտության պատրանք առանց իրական քայլերի։ Ումերովը ընդգծեց, որ այս պահին միակ առաջընթացը գերիների փոխանակման շուրջ նոր համաձայնագիրն է։ Այդ ֆոնին Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը, պատասխանելով լրագրողների հարցին կապված ուկրաինական անօդաչուների հարվածների հետ Ռուսաստանի ռազմական օդանավակայաններին, ասել է. «Մեր արձագանքը հետևյալն է. այս պատերազմը պետք է ավարտվի։ Այն եղել է դաժան երկու կողմերի համար եւ արդեն չափազանց շատ մարդ է զոհվել»։ Հետաքրքիր է, որ անձամբ Դոնալդ Թրամփի արձագանքը դեռ հայտնի չէ։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հանդես է եկել պատասխանով Թրամփի անունից։ Հիշեցնեմ, որ նրանց համար, ովքեր նախընտրում են առավել մանրամասն տեղեկանալ ռազմական իրադարձությունների մասին, կարող եք անցնել այս եթերի նկարագրության մեջ գտնվող հղումով դեպի մեր երկրորդ ալիքը Ակոբյան լայվը, որտեղ ամեն օր հեռարձակում ենք թարմ լուրեր ռազմաճակատից։ Ասեմ, որ երկու ալիքներն էլ աշխատում են զուգահեռ։ Հուսով եմ մեր նոր ձևաչափը ձեզ դուր է գալիս, իսկ ամենատպավորիչ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես միշտ, կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում։ Միջազգային մեդիան շարունակում է հաճույքով քննարկել ռուսական ռազմավարական ավիացիայի ոչնչացման թեման։ Գաղտնի գործողության ժամանակը ընտրված էր իդեալական կերպ։ Թրամփն ու Պուտինը լրջորեն սխալվել են Ուկրաինայի հարցում, գրում է բրիտանական Telegraph-ը։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները հաջողությամբ տեղափոխել են հարյուրավոր FPV դրոններ Ռուսաստանի Դաշնության տարածք, ուղիղ Ռուսաստանի Դաշնության ՖՍԲ-ի աչքի առաջ։ Բացի դրանից, նրանց հաջողվել է հենց Ռուսաստանում կառուցել
ստացել դրոնների պահեստային կոնտեյներներ, որոնք բեռնատարները պետք է հասցնեին նպատակակետին։ Դրոնները ոչնչացրել կամ վնասել են ռուսական ռմբակոծիչներ, որոնք ունակ էին կրել ոչ միայն թեբավոր հրթիռներ, այլև միջուկային զենք։ Կոնտեյներները բացվել են հեռակառավարմամբ, ընդամենը կոճակի մեկ սեղմումով։ Սարդոստային գործողությունը իրականացվել է ոչ պատահական օր։ Այն նախորդել է հունիսի 2-ին Թուրքիայում նախատեսված Ուկրաինա-Ռուսաստան հրադադարի բանակցությունների երկրորդ փուլից առաջ։ Միաժամանակ Թրամփը դժգոհ է Պուտինի քաղաքականությունից բանակցությունների հարցում, բայց նաև չի պատրաստվում լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինան շարունակում է հարվածել հակառակորդի ռազմական օբյեկտներին հենց նրա տարածքում։ Արևմտյան մամուլը հայտնում է, որ Կիևը Թրամփի վարչակազմին չի նախազգուշացրել Սարդոստային գործողության մասին։ SBU-ի գործողությունը բարձրացրել է ուկրաինացիների մարտական ոգին, ինչպես նաև ուժեղացրել պրոուկրաինական հանրապետականների աջակցությունը ամերիկյան սենատում եւ ներկայացուցիչների պալատում։ Եվ ինչպես խոստացա Հակոբյան լայվ եթերում, հիմա ձեզ կներկայացնեմ Ղրիմի կամրջի երրորդ պայթեցման գործողության մանրամասներին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն երրորդ անգամ հարվածել է Ղրիմի կամրջին, այս անգամ ջրի տակ։ Հունիսի 3-ի առավոտյան SBU-ն իրականացրել է յուրօրինակ հատուկ գործողություն, որի ընթացքում ջրային խորության վրա վնասել է Ղրիմի կամուրջը։ Հիշեցնեմ, որ այդ նույն ժամանակ օդում ուկրաինական դրոններն էին, մինչ ռուսական ուշադրությունը երկնքին էր, ջրի տակից SBU-ն իր գործը նորից արեց, իզուր չէր երեք Զելենսկին ակնարկում նոր գործողությունների մասին։ Գործողությունը պլանավորվել է մի քանի ամիս, ստույգ ժամանակը այսօր առավոտյան 4:44 SBU-ն գործի է դրել ջրի տակ տեղադրված պայթուցիկ սարքերը, որոնք տեղադրված էին կամուրջի հենասյուների տակ։ Հատուկ ծառայությունների տվյալներով 1100 կիլոգրամ տրոտիլին համարժեք պայթուցիկը լուրջ վնաս է հասցրել ջրային մակարդակում գտնվող կառույցներին։ Արդյունքում կամուրջը հայտնվել է վթարային վիճակում։ SBU-ն նշում է, որ գործողությունը մանրամասն պլանավորված էր եւ չի հանգեցրել քաղաքացիականների զոհի։ Գործողությունը ղեկավարել է անձամբ SBU-ի ղեկավար գեներալ-լեյտենանտ Վասիլի Մալյուկը։ Մեջբերեմ, Աստված սիրում է երրորդությունը, իսկ SBU-ն միշտ ավարտին է հասցնում ծրագրվածը եւ երբեք չի կրկնվում, ասել է Մալյուկը։ Մենք արդեն երկու անգամ հարվածել ենք Ղրիմի կամրջին 22 եւ 23 թվականներին։ Այսօր շարունակեցինք այդ ավանդույթը արդեն ջրի տակ։ Ռուսաստանի ցանկացած ապօրինի օբյեկտ Ուկրաինայի տարածքում օրինական թիրախ է։ Ղրիմի կամուրջը օգտագործվում էր որպես լոգիստիկ ուղի թշնամու զորքերի մատակարարման համար։ Ղրիմը Ուկրաինա է եւ ցանկացած օկուպացիոն գործողության մենք տալու ենք կոշտ պատասխան։ Փորձագետները ընդգծում են, որ այս գործողությունը ապացուցեց, որ Ուկրաինան շարունակում է մնալ խաղի մեջ, անկախ Սպիտակ տան մռայլ կանխատեսումներից։ Շատ չերկարացնեմ եթերը, հետևեք նորություններին մեր Telegram-յան ալիքում, կրկին շատ հաճելի կադրեր են կուտակվել մեր լսարանի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեր հետ եք, խնդրում եմ նորից ակտիվ լայքել, տարածել մեր եթերները, ամառը իրոք շատ դժվար ժամանակաշրջան է YouTube-ի եթերների համար։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, ամենակարևորը ողջևորված լավ տրամադրությամբ։ Կհանդիպենք վաղը։